Հայաստանի ամերիկյան համալսարանում հայ մեծանուն բարերար Ջերալդ Թրբանջյանին նվիրված միջոցառում տեղի ունեցավ։ Ներկաները նախ կարճամետրաժ վավերագրական ֆիլմ դիտեցին։ Այն Թրբանջյանի կյանքի ու գործերի մասին էր պատմում, ցույց տալիս նրա անմնացորդ նվիրումն ու սերը հանդեպ հայրենիքը, հանդեպ հայոց եկեղեցին։ Ինչպես էր հավատում կրթության ուժին եւ ինչ ներդրումներ էր կատարում այդ ոլորտում, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանն իր բանախոսությամբ այդ մասին պատմեց։ Դեռևս 1995 թվականին վաստակաշատ բարերարը համալսարանում հիմնել է քաղաքականության վերլուծության Թրբանջյան կենտրոնը, որն այս տարի վերակազմավորվել է որպես Թրբանջյան հասարակական գիտությունների ինստիտուտ։ 2017-ին բարերար ընտանիքի նվիրատվությամբ համալսարանում հիմնադրվել է Թրբանջյան առողջապահական գիտությունների ֆակուլտետը։ 2021 թվականին ընտանիքը հովանավորել է նաև ամերիկյան համալսարանի քույրական գործ բակալավրի ծրագիրը, որն առաջին նմանատիպ ծրագիրն էր ոչ միայն Հայաստանում, այլև ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Հոգևոր կյանքի հանդեպ առանձնահատուկ ուշադրություն միշտ ուներ, ներկաներին ասաց Նաթան arczepiskopos Հովհաննիսյանն ամենքին փոխանցելով նաև ամենայն հայոց կաթողիկոսի ողջույնն ու օրհնությունը։ Սրբազան հայրը Հառիճավանքի Թրբանջյան ընծայարանի մասին խոսեց, որն այսօր հոգևորականների դաստիարակության եւ կրթության կարևորագույն օղակներից մեկն է եւ որի զարգացման ու բնականոն գործունեության համար բարերարը ջանք ու եռանդ չի խնայել։ Թրբանջյանը մեծ ներդրում է ունեցել նաև մայր տաճարի նորոգության հարցում, ինչպես նաև եկեղեցաշեն տարբեր ծրագրերում։ Ամենքի համար կենթանի օրինակ է սփյուռքահայ այս անհատը, որի կրթության, ազգային ինքնության հանդեպ հավատն ու պատասխանատվությունն անչափելի են, ասաց Նաթան arczepiskopos-ը։ Ջերալդ Թրբանջյանի դուստրը Լորի Մունչերյանը հոր մասին խոսելիս առանձնացրեց միայն նրա հավատն առ Աստված, որը մշտապես իբրև ուղղորդող լույս է համարել իր կյանքում։ Ես շատ զգացված եմ, հիանալի ծրագիր էր, տարբեր բանախոսներ հանդես եկան, նաև Սրբազան հայրը խոսեց հայրիկիս մասին։ Նրանք հասկացել են ով էր հայրս եւ այստեղ կարևորն այն էր, որ նրան միայն որպես հովանավոր կամ բարերար չեն ընկալել կամ դիտարկել։ Նրա էմոցիաները, կյանքի հանդեպ սերը, նրա բարի սիրտը, պատասխանատվությունն են ճանաչել։ Եվ ես հպարտ եմ այսօր այստեղ գտնվելու համար։ Տարբեր բանախոսներ ներկայացան ելույթներով, Ջերալդ Թրբանջյանի աջակցության ծրագրերն ու ոլորտները բազմազան ու բազմապիսի են, ամենտեղ սակայն նրա անմնացորդ նվիրումն է երևում հայրենիքը հզորացնելու եւ զարգացնելու փափագը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Հովեր կամերային երգչախումբը Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։